Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։ Պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար եւ միանգամից սկսենք նոր նախաձեռնությունից, օրեր առաջ ոչ արևմտյան Ադրբեջանի նախաձեռնության շրջանակներում նամակներ հանձնեցիք ՄԱԿ-ի, գրասենյակ, այնտեղ պահանջը հիմնական այն էր, որ միջազգային հանրությունը արձագանքի Ադրբեջանի այս պահանջներին, խոսույթին, ագրեսիվ, հետաքրքիր է նախ ինչ արձագանք եք ակնկալում եւ հանրության շրջանում ինչպիսի այսպես արձագանք գտավ այս նոր նախաձեռնությունը։ Նախաձեռնության իմաստը ոչ թե միջազգային հանրությունն առաջնորդին Միացյալ Ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի մշտական 5 անդամ եւ ոչ մշտական 10 անդամ պետություններին դիմելը։ Կոնկրետ Ալիևի վերջերս եւ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի 62-րդ խորհրդաժողովի ժամանակ արտահայտած մտքերին եւ հետո Ֆրանս պրեսին տված հարցազրույցին։ Այն է, 3 կետ։ Առաջին Հայաստանի տարածքները օկուպացված են, 1, այսինքն այլ պետության կողմից, իսկ դա փաստ է։ Երկրորդ ռազմագերիների հետ կապված անօրինական դատավարություն առանց որ այդ ռազմագերիները նույնականացվում են 1945-ի Նյուրնբերգում նացիստական Գերմանիայի պարագլուխների հետ որպես մարդկության դեմ կատարած հանցագործություն իրականացող անձինք եւ երրորդ արևմտյան Ադրբեջան խոսույթը, որը գործնականում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միսուարյուն է առնում։ Այսինքն այդ 300,000 ադրբեջանցիներ վերադարձ Հայաստանի Հանրապետություն, որը ըստ Ալիևի դուրս է եկել 88-91 թվականներին եւ բնականաբար ցանկացած բան այդ 300,000 թիվը նվազագույնը 1 միլիոն կարող լինել հաշվի առնելով 30 եւ ավել տարիների ընթացքում նրանց ժառանգների իրավունքները։ Նշեցիք միսուարյուն է խոսույթը ստանում, ինչպես է այն միսուարյուն ստանում, որտեղից է նման դիտարկումները։ Դա պետական քաղաքականություն է։ Առերևույթ ինքը հասարակական կառույց է ներկայացնում, այդ կազմակերպությունը ունի ղեկավար եւ այլն հասարակական հիմունքներով։ ՄԱԿ-ում ունի ներկայացվածություն։ Պետության կողմից ուղղակիորեն հովանավորվում, ֆինանսավորվում է։ Քարոզչական ամբողջ հարթակները օգտագործում են։ Իրենց խորհրդարանում կա ձևավորված խումբ։ Այդ խումբը իրենց իրավունքների պաշտպանության, այո, այսինքն պետությունը ոչ թե սատար է այդ խմբին, այլ պետությունը ինքն է կրողը այդ գաղափարի եւ այդ գաղափարը կյանքի կոչելու համար ստեղծում է գործիքներ։ Այդ թվում նաեւ օրինակ այդ հասարակական կազմակերպությունը, այդ թվում նաեւ իրենց խորհրդարանում այդ անձանց իրավունքների պաշտպանության խումբը եւ այդպես շարունակ։ Այսինքն երբ մարտահրավերը Հայաստանին խիստ առարկայական է, համարժեք պետք է լինի Հայաստանի եւ իշխանությունների եւ ընդդիմության եւ փորձագիտական շրջանակների բայց օրինակ իշխանությունների կողմից հետաքրքիր է որ մինչ օրս այդ հարցազրույցին արձագանք չկա Ալիևի հայտարարություններին։ Ուրեմն Հայաստանի իշխանությունները որից է ձեւով չեն արձագանքի Ալիևի մի շարք գնահատականներին, որը վերաբերվում է ոչ միայն այդ արմենիան Ադրբեջան եզրույթի կյանքի կոչելուն, ոչ միայն փախստականների վերադարձի իրավունքների պաշտպանությանը, ոչ միայն փոխհատուցմանը, ռեպարացիային, ոչ միայն ռազմական տուգանքին կոնտրիբուցիային, ոչ միայն Զանգեզուրի միջանցք գործնականում Ադրբեջանի վերահսկողություն անցնելու փաստին, ոչ միայն ըստ Ալիևի 5000 ադրբեջանցիների անհետ կորելու փաստի հետ կապված Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ քրեական գործեր հարուցելուն, իսկ Ալիևը առանց սեթևեթանքի միջազգային տարբեր արձաններում դրա մասին բարձրացրել։ Ես մի դիտարկում կարող եմ անել, առանձին պաշտոնական արձագանք չի եղել, առանձին այսպես իշխանական պատգամավորների հետ հարցազրույցում, երբ որ հարց ուղեցին, այս հայտարարությունների վերաբերյալ իրենք ասում են կապ չունի Ադրբեջանի Ալիև Ադրբեջանի նախագահն է, երկրի շահերն է առաջ տանում, այնպես չի որ Ալիևի ամեն ասածին այդպես պետք է իրենք այդպես են արձագանքում օրինակ։ Ես կարծում առնվազն այդ մարդիկ իրենց մասնագիտությունը փոխել։ Մեր հարևան պետության հետ պատրաստում է ստորագրել խաղաղության համաձայնագիր կամ պայմանագիր։ Դե ասում են միջև սահմանադրությունը չփոխեք ոչ մի պայմանագիր։ Այսինքն Ադրբեջանի նախագահը մի շարք պայմաններ է առաջադրել։ Ավելին, այդ պայմանների կատարման վերաբերյալ վերջերս ոչ ավել ոչ պակաս
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը բարձրաձայնեց, սատարելով Փաշինյանի կողմից Զանգեզուրի, Միջանցքի եւ Հայաստան-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա հարաբերությունների քաղաքականության իրենց գոհունակություն հայտնելով, ասեց մի քանի հարցեր կան, որոնք դեռ պետք է լուծվեն։ Այո, այդ թվում նաեւ սահմանության փոփոխությունը։ Այսինքն Ադրբեջանը ուղղակիորեն պարտադրում է Հայաստանի իշխանություններին, որպեսզի իրենց պայմանները ընդունվի։ Այդ թվում, եթե դու ընդունում ես սահմանության փոփոխություն, այդ թվում, եթե դու ընդունում ես 300,000 ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, ընդունում ես Արմենիան-Ադրբեջան եզրույթի կյանքի կոչելը, ապա հասկանալի է, որ օրվա իշխանությունները ուղղակի սպասարկում են Ադրբեջանի ազգային պետական շահերը։ Մի կողմից, մյուս կողմից որոշակի առումով նաև Թուրքիայի հաշվառնալու ցեղասպանության պահը։ Պարոն Աբեջյան, մյուս վտանգավոր այդ հայտարարությունը դուք էլ անդրադարձաք հայ ռազմագերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը Ալիևը համեմատում էր Նյուրնբերգյան դատավարության հետ, ասում է իրենց հարցանքները ավելի ծանր են, քան այդ պատերազմում, երկրորդ համաշխարհային պատերազմում, այնտեղ նացիստների ինչ էր սա, ինչ վտանգներ է, ինչ կարող ենք այսպես։ Նախ եկեք այստեղ Ալիևը մի քանի դրվագով ստում է, ուղղակիորեն։ Հիմա ասեմ 44 օրից հետո, երբ ստորագրվեց 4 եռակողմ հայտարարություն, որն էր երաշխիքը, որ հայ-ադրբեջանական թնջուկը պետք է լուծվեր բանակցություններով։ Եվ Ալիևի համար շատ դժվար էր նորից ռազմական գործողություն սկսել, այսինքն գոնե նվազագույնը ինքը տարածաշրջանում շահ ունեցող պետությունների լուր համաձայնություն պիտի ունենար պատերազմ սկսելու, ինչպես 44 օրեն եղավ, որտեղ այդտեղ ինքը հիմնավորում էր, որ Հայաստանի իշխանությունները բանակցությունների փակուղ են մտցրել եւ այդ հիմնավորում էր որոշակի հիմքեր ունեն։ Այ հիմա այստեղ մի շատ նուրբ դրվագ կա։ Նոր պատերազմ նշանակում է տարածաշրջանում շահ ունեցող երկրների այոն, որը Ալիևը վստահաբար չէր կարող ստանալ, որտեղ կար նվազագույնը խոչընդոտ այդ 4 եռակողմը, որը առանց կռվի թնջուկը լուծելու էր միտված։ Հիմա ինչ արվեց։ 22 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Հայաստանի օրվա իշխանությունների ներկայացուցիչ Փաշինյանը Շարլ Միշելի եւ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ ճանաչեց Արցախ-Ադրբեջանի մաս, Ալիևը եւ տարածաշրջանում շահ ունեցող երկրին եւ միջազգային հանրությանը տվեց հետեւյալ հիմնավորումը ռազմական գործողություններ սկսելու նախաշեմին, որ եթե իմ երկրի տարածքում կան զինված անձիկ եւ զինված խմբավորումներ, ապա միջազգային իրավունքով դրանք ինչ են կոչվում, ահաբեկիչներ, ոստաբար այդպես է, այսինքն ահաբեկչական խմբավորումներ իմ երկրի տարածքում, եւ ես այդ անձանց նկատմամբ ռազմական գործողություն իրականացնելուց պետք է իրականացնեմ հակահաբեկչական գործողություն։ Եվ այդ հիմնավորումը անցավ, իդեպ այդ հիմնավորումը տվել է Փաշինյան Նիկոլը, եթե նա Փաշինյան Նիկոլը նման փաստաթղթի տակ ստորագրություն չդներ, Ալիևի համար շատ դժվար էր Արցախում ռազմական գործողություններ սկսել։ Բայց այնտեղ այդ մարդիկ ինչ ահաբեկչական գործողություն են իրականացրել, որ այս հիմնավորումներն էլ այսպես միջազգային հանրությունը ընդունում է։ Բայց եթե մի պետության տարածքում զինված խմբավորումներ կան, այդ զենք ինչի համար է։ Չորակ հարց է։ Եկեք մենք փորձենք չեզոք դիրքերից նայել, հա, որպեսզի իրավիճակը համարժեք գնահատենք։ Այդ իրավունքը Ալիևին տվեց Փաշինյանը 22 հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Հիմա այդ հակահաբեկչական ըստ Ալիևի գործողությունից հետո ձերբակալված անձինք իրենք ռազմագերի չեն։ Ռազմագերները մարտի դաշտում են, չէ՞, գերեվարվում, որոնց նկատմամբ իրականացվում է եւ գոյություն ունի միջազգային մի շարք կոնվենցիաներ, այդ թվում նաեւ նրանց իրավունքների, առողջության եւ այլն։ Հիմա ահաբեկիչների նկատմամբ միջազգային հանրությունը կամ միջազգային իրավունքը լրիվ այլ հարթությամբ է, հա, իրավական ակտերը նայում։ Հիմա մի կողմից ըստ Ալիևի ձերբակալված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ահաբեկիչներ են, բայց մյուս կողմից նույն Ալիևը Նյուրնբերգի դատավարության զուգահեռն է տանում։ Նյուրնբերգում ձերբակալված անձինք, նրանք ռազմագերիներ են, իդեպ գերմանացիները, որոնք մարտի դաշտում են գերեվարվել կամ հանձնվել են։ Իրենք ռազմագերի են։ Այսինքն չի կարող նույն անձը միաժամանակ լինել ահաբեկիչ մեկ դրվագով, այլ դրվագով ըստ Ալիևի, երբ որ ասում են Նյուրնբերգ, լինել ռազմագերի։ Եվ ինչու է Ալիևը Նյուրնբերգը նույնականացնում այդ դատավարության հետ։ Այստեղ շատ վտանգավոր միտում կա։ Իսկ վտանգավոր միտում հետևյալն է. Նյուրնբերգում ընդունված իրավական ակտերը ոչ միայն դատվեցին այն անձինք, ովքեր նստած էին մեղադրյալի աթոռին, այլև 100 հազարավոր գերմանացիներ, որոնք այս կամ այն չափով այդ հոդվածների տակ էին մտել։ Ասենք օրինակ հատուկ ծառայությունների աշխատակիցներ, ղեկավարներ, համակենտրոնացման ճամբարների աշխատակիցներ, ղեկավարներ,
որոնց նկատմամբ ամբողջ աշխարհում մեկ քրեական հետապնդում սկսեց։ Ընդ որում այդ հետապնդման ամենաշահագրգիռ կողմից մեկը 48-ին նորաստեղծ Իսրայել պետությունն էր։ Հիմա երբ նույնականացվում է, վտանգը որն է։ Ալիևը վաղը չեմ իսօրը հիմնավորելու է, վստահաբար հիմնավորելու է, որ իր երկրի տարածք հանձնացող Արցախում 88 թվականից Հայաստանի քաղաքացիներ զենք են վերցրել եւ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ ռազմական գործողություններ իրականացրել, այդ թվում նաեւ բանակի հետ։ Սպանել են խաղաղ բնակչություն, այրել են գյուղեր եւ քաղաքներ, անուհետև օգտագործել են այդ տարածքի ընդերքը, այսինքն տնտեսական Խոսքը Արցախի ինքնապաշտպանության մարտերի մասնակիցների մասին է։ Իհարկե։ Բայց Ալիևը ներկայացնում է որպես ահաբեկիչներ։ Օգտագործել են տնտեսական հնարավորություններ, ընդերք են շահագործել Հայաստանի հետ, այդ ընդերքը տեղափոխել են Հայաստան եւ այլն։ Կամ մարդիկ Հայաստանի քաղաքացիներ առանց Ադրբեջանի պատկան կառույցների թույլտվությամբ, առանց վիզայի մուտք են գործել Ադրբեջանի պետության տարածք։ Այսինքն Ալիևը վաղը չեմ իսօր տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացնել եւ հիմնավորել այս ամեն ինչը միջազգային իրավունքով։ Այսինքն երբ որ ինքը ասում է Նյուրնբերգ, դա հենց այնպես չի, գեղեցիկ խոսքեր չի, որտեղ ինքը ցույց է տալիս, թե ինքը ինչքան խելացի ղեկավար է։ Դա հերու գնացող նպատակ ունի, իսկ այդ նպատակը նորից եմ ասում, տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ վաղը կարող են հայտնվել միջազգային հետախուզման ցուցակներով, որը Ալիևը կարող է հիմնավոր ներկայացնել միջազգային տարբեր ալիանսներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության 3 նախագահները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարներ, գլխավոր Իսկ գործող վարչակազմին դա չի վերաբերվելու։ Իհարկե վերաբերվելու է։ Իհարկե, օրինակ, այդ 3 հոդվածները, որ ես ասում եմ 3 դրվագով, հա, Փաշինյանը ինչ գործ ուներ առանց Ադրբեջանի պատկան կառույցների թույլտվությամբ հայտնում էր Արցախում։ 1 Իր զուգընկերը ինչ գործ ուներ 44 օրյա ժամանակ հայտնել էր այն վայրում, որտեղ ռազմական որոշումներ էին ընդունում։ 2 Ինչ գործ ուներ Փաշինյանի որդին, երբ ծառայություններ իրականացնում զենքը ձեռքին Ադրբեջանի տարածք հանձնացող ըստ Ալիևի Արցախում։ Այսինքն առնվազն Փաշինյանի ընտանիքը եւս հայտնվելու է ցուցակում։ Ուղղակի այս պայն Փաշինյանը որոշակի ներման իրավունք կունենա։ Հաշվի առնելով, որ ինքը օժանդակելու է Ալիևին, Ալիևի նպատակները կյանքի կոչելու համար։ Հետո բնականաբար Բա ինչ պետք է պարոն Ապետյան անել, որ այդ ախորժակը այսպես չմեծանա ու այս քաղաքացիներին եւս վտանգի տակ չհայտնվեն, հա։ Այս նախաձեռնությունը, այդ նախաձեռնությունը, որ ես չեմ կարող գնահատել այդ նախաձեռնությունը որքանով ինքը կարող է ծավալվել, բայց նպատակը ո՞րն է։ Իրականում այն հորդորը կամ այն պահանջը, որ մենք ներկայացնում ենք ՄԱԿ մշտական անդամ անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներին, դա պետք է անել պետությունը։ Այսինքն Հայաստան պետությունը որպես սուբյեկտ, եթե սուբյեկտ լիներ, ցավոք սրտի այդպես չէ, թղթի վրա սուբյեկտ է, բայց իրականում օբյեկտ է, կառավարվող Ադրբեջանի Թուրքիայի կողմից։ Ինքը պահանջ է ներկայացնում Ադրբեջանի ղեկավարության կողմից, օրինակ իրականացված այս քայլերը, այդ թվում նաև Արմենիան, Ադրբեջանի, այդ թվում 300,000 փախստականներ։ Ես ասեմ, մենք իրավական առումով լուրջ հակաքայլեր ունենք։ Օրինակ 1988-90 թվականներին Ադրբեջանում հիմնականում Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ եւ այլ քաղաքներում միլիոնից ավել հայեր են ապրել, որոնց նկատմամբ փաստացի իրականացվել է ցեղասպանական գործողություններ եւ որի վերաբերյալ հազարավոր վկայություններ եւ փաստեր առ այսօր մեր արխիվներում կա եւ ոչ միայն մեր արխիվներում, կարծում եմ Խորհրդային Միության ժամանակ էր այդ դեպքերի տեղի ունենում, նաեւ Խորհրդային Միության, հետո Ռուսաստան։ Այսինքն Հայաստանը կարող է հակընդդեմ հայցերով հանդես գալ հայ բնակչության նկատմամբ իրականացված Ադրբեջանի նախկին իշխանությունների, որի իրավահաջորդը փաստացի Ադրբեջանի ներկայից իշխանությունն, ընդ որում Իլհամ Ալիևը որդին է այն երկրի ղեկավարի, որի ժամանակ այդ դեպքերը տեղի ունեցել։ Հեյդար Ալիևի ժամանակ է տեղի ունեցել այդ ամեն ինչը։ Այսինքն հայկական կողմը, եթե դիվանագիտական բառամթերքով ասենք, ունի բավական լուրջ հակաքայլեր։ Եթե հայցերը հետ քաշելու մասին է խոսքում, ինչ նոր հայցեր ներկայացնում։ Ես ասում եմ, սա իշխանությունները պետք է անեն, այո, ձեր դիտարկումը ճիշտ է, բայց եթե իշխանությունը չի անում, մեր շահերը չի սպասարկում, մենք որպես երկրի քաղաքացի, ու հարաբերական առումով առավել ակտիվ, հա, քաղաքական դաշտում որպես մասնագետ փորձագետներ մենք իրավունք չունենք մեր իրավունքները պաշտպանելու։ Մեր
Հիմա դուք դրանք ներկայացնելու եք այդ ձեր նշած փաստահայտ իշխանությունը չի անում։ Այո, դա ոչ միայն ներկայացվելու է, մենք մտածում ենք, որ դրա շուրջ որոշակի կոնսոլիդացիա լինի, որտեղ նույնիսկ եմ ասում, Ալիևի կողմից եթե տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիների նկատմամբ հայտ պատրաստվեց եւ որոնց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց քրեական գործի շրջանակներում, ապա յուրաքանչյուրից դուրը բախելու է այդ խնդիրը։ Այսինքն ինքը ունի բավականին պարարթող շատերին ներգրավելու այս գործընթացում։ Ոչ միայն այնքանով, որքանով որ դա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շահերի պաշտպանությանն է միտված, որոնք այսօր Ադրբեջանում են, այլև յուրաքանչյուր մտածի իր անձի, իր եսի, իր ընտանիքի մասին, որտեղ նորից եմ ասում, ցանկացածի դուրը կարող է այդ խնդիրը եւ խնդրեմը բախել։ Սա իրոք կարող է դառնալ որոշակի առումով իր մեջ քաղաքական ենթատեքստ չկա, ընտրությունների հետ որից է զոհչի ասոցիացիում առնչում, սա ուղղակի մեր վաղվա օրվա մարտահրավերները, որ այսօր նետված վաղ կարող է դառնալ սպառնալիք, դա կանխարգելելու կամ չեզոքացնելու միտված քայլեր են։ Այ պարոն Նապետյան, այլ հետաքրքիր է թե հանրության կողմից ինչ արձագանք ստացավ նախաձեռնությունը, ու որքանով ունի այսպես ավելի լայնամասշտաբ դառնալու նախադրյալներ։ Գիտեք, ես կարծում եմ, որ առաջին քայլը արվել է, որպեսզի տարածում ունենա մեր ժողովրդի ճնշող մեծամասնություն եւ ակտիվ մասը իրազեկեն Ալիևի հայտարարությունները վերաբերյալ։ Ասենք, մենք կարող ենք կազմակերպել քննարկումներ փորձագիտական շրջանակների հետ, քննարկումներ հասարակական մեծ լսան ունեցող անձանց հետ։ Այսինքն քննարկումները ինքնին արդեն իր մեջ քարոզչության էլեմենտը պարունակում են։ Ավելին ասեմ, Հայաստանի բոլոր բնակավայրերում մեր երկրի քաղաքացիներին ուղղակի հանդիպումներում կազմակերպել հանդիպումներ մարդկանց իրազեկելու բացատրել այն առարկայական վտանգի մասին, որ այսօր յուրաքանչյուր դուրը բախելու է։ Ասեմ ավելին, որ ավելի շատ վտանգված է սահմանամերձ բնակավայրի բնակիչներին, որտեղ 88-91 եւ հետո դրանից հետո հայտնի դեպքերի ժամանակ առավել ակտիվ են սահմանային բնակավայրի բնակիչները Հայաստանի եւ Ադրբեջանի։ Ես կարծում եմ, այս արդյունքում, եթե գեներացիոն մեր բնակչության ճնշող մեծամասնությունը ինքը իսկապես հանրապետություն կարող է իր մեջ կրի լիցք իշխանությունների վրա առարկապես ճնշելու եւ հետամուտ լինելու, որ այդ շահերը պետական մակարդակով, ասենք, պաշտպանվի։ Եթե ոչ, ես կարծում եմ, մենք իրավունք ունենք, որ այդ իշխանությունները ուղղակի հեռանան իրենց զբաղեցած պաշտոնից, որտեղ մեր տարական իրավունքների պաշտպանության, որին միտված են իրենք եւ որով իրենք ունեն գործառույթ իրականացնելու չեն անում, ապա ուղղակի պետք է հեռանան։ Ես կարծում եմ, այսօր նման խնդիր չկա դրած իրենց հեռացնելու, բայց եթե եղավ կոնսոլիդացիա, ապա դա ինքը լուրջ գործիք է, ճնշման գործիք է իշխանությունների վրա։ Մենք էլ ասելու ենք, որ այն հայցը, որ մենք ենք ներկայացնում, որպես մասնավոր անհատ ներկազմակերպություններ, պետական մակարդակով թող ներկայացվի ՄԱԿ։ ՄԱԿ-ում այդ հարցը բարձրացվի։ Հակադարձի Ալիևի հայտարարություններին։ Հո գլուխը բարձի տակ դնելով եւ ասելով դա մեզ չի վերաբերում, դրանց իրավիճակը չի փոխվում։ Երբ որ Ադրբեջանը համալրության փոփոխության մասին խոսեց, նո կոնկրետ նախագահ Ալիևը, Հայաստանը այս կամ այն ձևով օրվա իշխանությունները ոչ թե հակադարձեցին, այլ լրությամբ կամ այս կամ այն ձևով այսպես մտմտալով համաձայնվեցին, որ դի փոխվի, չէ։ Հիմնավորելով, որ ասում են մենք ավելի վաղ միջ Ալիևի հայտարարությունները մենք արդեն նման նախաձեռնություն սկսել ենք։ Ստում են։ Փոխելու սահմանադրությունը։ Ստում են իրենք։ Այնպես են ստում, ինչպես ասենք 18 թվականին պարզում էր, որ նորանկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը ազատագրված Արցախն է, որի վերաբերյալ ամեն քայլափոխին խիստ ողջևորված ասում էր 18 թվականին վարչապետի պաշտոնին հայտված Փաշինյանը։ Իր համար դա մեծագույն նվաճում էր, որ ինքը մի երկրի վարչապետ է, որը ազատագրել է Արցախ եւ դրա մասին առանց հետևանք ինքը խոսում էր։ Իսկ հիմա Արցախի թեման ասում է փակ է, չկա Արցախի թեմա։ Թոք է եղել։ Եվ դա այո թոք է Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության ուրեմն համար։ Չէ, այսինքն ժամանակին մի վիճակ էր ինքը, մի բան էր ասում, հիմա վիճակը փոխվել է։ Մենք էլ ասում ենք, չէ, ճշմարտությունը մեկն է։ Արցախի հարցը բաց է։ Եվ այդ բաց ոչ միայն մեր երկրի քաղաքացիները եւ Արցախից բռնությամբ տեղահանված մեր քույրերն եղբայրներն են ասում, այլև մեր եկեղեցին է ասում։ Ընդ որում եպիսկոպոսած հավաքի ժամանակ եւս Արցախի ռազմագերիների վերաբերյալ եւս կեցված եղավ։ Այսինքն եկեղեցին է սարմով այս գործընթացի մեջ
ես ասեմ մեզ համար դաշնակից է, որտեղ ունի նույնական գնահատական, ինչ որ մենք ենք տալիս։ Իսկ այն որ եկեղեցու ազդեցությունը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմանների դուրս, կարծում եմ դրա համար խիստ մտահոգում է Փաշինյանին եւ իր քաղաքական խմբակին։ Կաթողիկոսի նկատմամբ քրեական Այո։ հետապնդում են սկսում նրա մուտքը արգելում։ Այո, իրենք հրաշալի հասկանում են եկեղեցու ուժի եւ փորձում են չեզոքացնել, դա չի ստացվել վստահաբար, որտեղ մի տարուց ավել փորձում են եւ գործնականում ոչինչի չեն ասել։ Ընդամենը եկեղեցու մեջ բացահայտվեցին այն ականները, որոնք կային, եւ որը շատ դժվար էր որ վեհապար հայրապետը բացահայտվեցին, հիմա եկեղեցին այդ առումով որոշակի առումով մաքրվեց։ Միակ բանը, որ կարելի է Փաշինյանին ասել ապրես արած այդ գործի համար, այդ ականների պայթեցնելն է։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Նահապետյան։ Արգելի աստղադիտողներ, մեր զրուցակիցը այսօր ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանն էր, շնորհակալ եմ մեր եթերին հետևելու համար։